Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է, որի նպատակը աշխարհի ուշադրությունը ջրային օբյեկտների խնդիրների վրա հրավիրելն է, դրանց վերականգնումն ու պահպանությունը, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար։ Մեր ժամանակների հրամայականն է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ եւ տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում կարևորագույն մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար։ Ցավալին այն է, որ ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը շատ հաճախ մարդիկ անտեսում են, չհասկանալով, որ հենց այդ ջուրն է մարդն օգտագործում իր կենցաղային ու տեխնիկական պահանջների համար։ Բարեբախտաբար Հայաստանն ունի բարձր համային որակներով քաղցրահամ ջրի պաշարներ, որի պահպանության ու կառավարման ծանր եւ դժվարին պատասխանատվությունը իր ուսերին է կրում Veolia ջուր ընկերությունը։ Veolia թիմն իր սպասարկման ամբողջ տարածքում, լինի մեծ թե փոքր, հեռու թե մոտիկ բնակավայր, ամբողջ տարին ոչ թե միայն վթարներ է վերացնում, այլև ֆինանսական ներդրումներ կատարում համակարգի խնդիրներին արմատական լուծում տալու համար։ Այդպիսի աշխատանքներ կարելի է տեսնել ամենուր եւ ամեն պահի։ Երևանյան տարբեր վարչական շրջաններում եւ հարակից բնակավայրերում այս օրերին հոսքաչափերի եւ ճնշման կարգավորիչ փականների տեղադրման աշխատանքներ են ընթանում։ Հոսքաչափերը 24-ժամյա ռեժիմով գրանցում են բնակավայրեր մտնող ջրի քանակն ու լոկատոր ծրագրով տվյալները փոխանցում ընկերության համապատասխան մասնագետներին։ Այն օգնում է հասկանալու բաշխիչ ցանցում վթարների եւ կորուստների առկայությունը, իսկ ճնշման կարգավորիչները ցանցի բարձր ու ցածր ճնշումները կարգավորելու համար են։ Տեղամասի աշխատակիցները ազատ ժամանակահատվածում վթարներին զուգահեռ փոխարինում են ջրագծեր, տեղադրում են փականներ, հոսքաչափեր, ճնշման կարգավորիչներ, որպեսզի ցանցը կարողանանք ավելի կարգավորել ցանցը, ջրաքանակ հետ բերել, կարողանանք ավելի վթարների մասին շուտ իմանալ։ Ջրագծերի նորացման աշխատանքներ են ընթանում նաև Արարատի մարզի Նորխարբերդ գյուղում։ Միայն վերջին 6 ամսում փոխարինվել է մոտ 3 կիլոմետր ջրագիծ, ապահովելով 400 սպառողի կանոնավոր ջրամատակարարմամբ։ Բնակիչները որպես այդպիսին բաժանորդներ էին, բայց գծերը անցնում էին սեփական տարածքներով, որպեսզի պատկերացնենք 3 կիլոմետր կառուցելով շահագործումից հանել ենք հին չուգունե եւ պողպատե 400 եւ 200 տրամագծով խողովակներ, որոնք անցնում էին սեփականատիրական տարածքներում։ Ջրաքանակները այդ խողովակներում չենք կարողանում հետևել, քանի որ մոտեցնող ճանապարհներ չկար, բազմաթիվ վթարներ, արկային բազմաթիվ վթարներ, ապօրինի միացումներ։ Այդ ծրագրի արդյունքում խնայեցինք, տնտեսեցինք 8 լիտր վարկյան ջրաքանակ։ Խնդրահարույց Եղվարդը եւս դուրս չի մնացել Veolia թիմի ծրագրերից, այստեղ եւս ջրագծեր են վերանորոգվել։ Նախ Եղվարդը ասֆալտապատման աշխատանքներ են անում, խողովակները քայքայված վիճակում էր եւ բնակիչները այս փողոցում ջուր չունեին։ Վթարները շաբաթը 2 անգամ վթար էր տեղի ունենում, մենք ժամանակ էինք կորցնում վթարը սարքելուց ու վթարը երբ որ մոտենում էինք վթար սարքելու, ինքը զոդումով չէր լինում, ստիպված մի քանի մետր գիծ էինք փոխարինում, որպեսզի կարողանանք մարդկանց ջրով ապահովել եւ որոշում կայացրեցինք այդ գիծը եւս փոխարինել։ Սակայն Veolia-ն ոչ միայն քայքայված ջրագծերի փոխարինմամբ է փորձում պայքարել ջրակորուստի դեմ, այլև մեծ աշխատանք է տանում ապօրինությունների եւ անհայտ ջրագծերի հայտնաբերման ուղղությամբ։ Խարբերդի օրինակը շատ ոնց որ հստակ է եւ ոնց որ թարմ է, բնակչի տարածքի մեջ վթարեր լինելու ուտեղ չեն կարողանալու տեխնիկա մոտեցնեինք։ Արագածոտնի մարզի աշտարակքաղաքում եւս ընկերությունը պայքարում է տեխնիկական եւ կոմերցիոն ջրակորուստի դեմ, խնայված ջրաքանակը բաշխիչ ցանց վերադարձնելու համար։ Հենրիկ Թումանյան փողոցում փոխարինելով 650 գծամետր խողովակաշարժ, նորացնելով ներտնային միացումներն ու ջրաչափերը դուրս բերելով սահմանազատման կետ, կարողացել է փողոցին տրվող վարկյանում 4 լիտր ջուրը նվազեցնել 0.7 լիտր վարկյանի։ Նախքին թուջե խողովակը գտնվում էր քայքայված վիճակում, անցնում էր մասնավոր տարածքների տների տակով, քայքայված վիճակում հաճախակի էր վթարները, այժմ փողոցով համայնքային տարածքով կառուցել ենք նոր ջրագիծ, որը նույնպես արդեն շահագործվում է։ Վերակառուցվել է նաև քաղաքի Արցախ թաղամասը սնող 500 գծամետր մուտքագիծն ու 1200 գծամետր ջրագիծ, իսկ Վառոյի Ձորակ թաղամասում վերակառուցելով 500 գծամետր ջրագիծ, անհատական միացումներով ակնկալվում է կանխել վարկյանում 3 լիտր ջրի կորուստ։ Հին ջրագիծը կառուցված է եղել 70-ական թվականներին, գտնվում է քայքայված վիճակում, մետաղական է, դուք ինքներդ տեսաք առկա վթարները, որը նորոգման հնարավորություն չկա։ Աշխատանքներ են ընթանում նաև Արմավիրի մարզի Խանջյան Քարակերտ գյուղերում, Էջմիածին քաղաքում, եւ այսպես ամբողջ տարին 24 ժամ Veolia-ն այնտեղ է, որտեղ կան խնդիրներ։ Մեկնարկել ենք Ակնալիչ համայնքում գյուղը սնող
դեպի ջրաճնշման աշտարակ գնացող ջրագծի փոխարինում մոտ 2 կիլոմետր։ Երեկվանից մեկնարկվել ենք հողային աշխատանքներ, դեռ քանդման աշխատանքներն ենք սկսել, եռակցում խողովակների մոնտաժը դեռ չենք սկսել։ Էջմիածլինի տեղամասում տարածաշրջանում Ոսկեհատ եւ Արևշատ գյուղերը սնող 250 գծամետր փոխարինել ենք 200 մմ պոլիէթիլեն խողովակով վթարային գիծեր, ջրատար գյուղը սնող։ Վիոլիա ջրընկերության այս անդադար աշխատանքների նպատակն է Հայաստանում ջրակորստի նվազեցումն ու տնտեսված ջրաքանակը բնակիչներին ուղղելը, որի արդյունքում կավելանա ջրամատակարարման տևողությունը։ Սպառողները կապահովեն որակյալ եւ հուսալի ջրամատակարարմամբ, սակայն այս ամենը հաջողությամբ կյանքի կոչելը հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Հարկ է նկատել, որ շատ կարևոր է սպառողների բարեխղճորեն կատարած վճարումները, որոնք դառնում են ներդրում ջրամատակարարման ցանցում, նոր մեծածավալ ծրագրերի իրականացման եւ խնդիրներին հասցեական լուծում տալու համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։